Լավրով, Հայաստանի, Եվրամիության և Եվրասիական դեսական միության միջև ընտրության հասն արդեն կտրուկ է դրված, այս բառացի եմ մեջ բերում, ինչն է կտրուկ։ Երևի հանրաքվեի այդ հարցադրումը կպնդեն և սա նշանակում է կփակեն այդ հարցը հանրաքվեով։ Այսինքն Երևանին կամ կմղեն այդ ամենի համար շատ ավելի այսպես խորքային պատասխանատվություն ստանձնելու կամ հանրաքվեով հարցը կփակվի։ Նիկոլ Փաշինյանը կդնի հարցը հանրաքվեի, բնական է դա չի անցնի, որտեղ այնտեղ շատ մեծ սահմանումներ կան, եւ այդ հարցը կփակվի, որովհետեւ բուն իմաստով օրինակ Փաշինյանի համար էլ այդ խնդիրը կարեւոր էր ընտրական ցիկլի համար ներկայանալու որպես Հայաստանը Եվրոպա տանող ձայներ այդ էլեկտորատի վերցնելու։ Բայց Ռուսաստանի դեպքում մեկ այլ շատ էական հարց կա։ Հիմա եթե Ռուսաստանը այստեղ պատրաստվում է իր շահերը չկարողանալով քաղաքական ու տնտեսական մակարդակում բավարար չափով ապահովել, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում, գնալ ծայրահեղ սցենարով, ուժային կամ այս տրամաբանությամբ, ինչ է պետք Ռուսաստանին, հայ-ռուսական հարաբերության փչացնելու ընդհանուր տպավորություն, ալիբի այդպիսի սցենարների համար։ Եվ փաստացի հիմա Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ ապահովում է այդ ալիբին։ Սա է հիմա Ռուսաստանի համար արժեքավոր կամ նշանակալին Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանը ապահովում է այդ նշանակալին։ Մնացյալը, ինչպես էլի նշեցի, պարզապես այդ ամենի ինֆորմացիոն այսպես անտուրաժն է։ ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը։ Եվ ասեմ պատճառը, անդամավճարները չվճարելու պատճառով, Լավրովն։ Ես կարծում եմ այդ ամեն ինչը նշածս սխեմայի տրամաբանության մեջ է։ ՀԱՊԿ-ի թեման ընդհանրապես Երևանի համար 2022 թվականից ի վեր եղել է ընդամենը քարոզչական թեմա, բացարձակապես։ Այսինքն որևէ ինչ-որ սկզբունքային անհամաձայնություն Երևանի ու ՀԱՊԿ-ի միջև չի եղել, եթե իրական գործերն ենք նայում։ Որովհետև ինչ էր ասում Հայաստանը, ասում էր, որ ՀԱՊԿ-ը դժգոհում էր, որ ՀԱՊԿ-ը համարել է Ջերմուկյան այդ միջադեպը երկօրյա պատերազմը սահմանային միջադեպ։ Հիմա ինչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ Երևանը։ Երևանը ասում է, որ այդ հարցը կլուծենք սահմանազատման եւ սահմանագծման միջոցով։ Ընդ որում չեն ասում, որ դուրս կգան ադրբեջանցիները, ասում են հարցը կլուծենք սահմանազատման եւ սահմանագծման միջոցով։ Այսինքն մի քանի տարի այդ խաղարկելով ինֆորմացիոն դաշտում, հիմա եկել են այն դիրքորոշման, որը դավանում էր ՀԱՊԿ-ը։ Այսինքն ավելի հավանական է դուրս չգալը։ Դե սա նշանակում է սահմանազատման եւ սահմանագծման միջոցով լուծել, նշանակում է, որ ինչ որ միտեղ Հայաստանը այսպես կարող է ինչ որ մի բան ստանալ, որը առանց այդ էլ ստանալու էր, բայց դրանով կփաթեթավորեն Ջերմուկից ադրբեջանցիների դուրս չգալը։ Ակո ԲՀԿ-ի արժեում լինել չլինել էական է։ Այն իմաստով, թե քաղաքացիական պայմանագիրը ինչ որակի մեծամասնություն կունենա։ Եթե ԲՀԿ-ն մտնում է, ապա մեծ հավանականությամբ կունենան պարզապես մեծամասնություն։ Եթե ԲՀԿ-ն դուրս է մնում, այնտեղ կարծես թե 3/5 մեծամասնություն ունենում են, իսկ դա լրացուցիչ լիազորություն է։ Եթե չեմ սխալվում, սահմանադրական օրենքներ փոխելու հնարավորություն է տալիս, սահմանադրական մեծամասնություն չի դեռ իհարկե, բայց տալիս է սահմանադրական օրենքներ փոխելու հնարավորություն, բայց դրանից բացի նաև բնականաբար մոտեցնում է, մի քիչ էլ մոտեցնում է սահմանադրական մեծամասնությանը, օրինակ եթե ընթացքում էլ հաջողվի ինդիմությունից մի քանի մանդատ վերցնել, ինչպես արեցին 21-ից հետո, չէ՞։ Ասում են հակառակը կարող են անել։ Դե ոչինչ իհարկե չի բացառվում, բայց այդ հակառակը արդեն ավելի շուտ պայմանավորված է լինելու, թե իշխանությունը արտաքին օրակարգի առումով ինչպիսի վիճակում կհայտնվի։ Ակոբ, հիմա այն հակադրությունը Մոսկվա-Երևան, որի մասին խոսեցինք եւ որը դու նկարագրեցիր, օգնեց իշ գործողին, թե ընդդիմությանը։ Դե գործողին փաստ էր, այսինքն այն վարկագիծը Եթե օգնել է գործողին, ընդդիմությանը խանգարել է։ Խանգարել է, այո, օրինակ եթե ինչին էր պետք Պուտինի հայտարարել։ Բայց Մոսկվայից ասում են պրոռուսական ուժերին ճնշում է Երևանում։ Ահա, եւ իսկ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ասում էր, այս ուժերը պրոռուսական ուժեր են, որոնք Ռուսաստանի պատվերով ուզում են ինքնիշխան Հայաստանը վերածել գուբերնիայի։ Երբ այդ ֆոնին, Փաշինյանի այդ հայտարարությունների ֆոնին Մոսկվայից ասում են մի ճնշեք այդ ուժերին, Ռուսաստանի բարեկամներ եւ այլն, Փաշինյանը ասում է ընտրողներին տեսնում եք, ես ասում եմ, չէ, այս մարդիկ Ռուսաստանի պատվերով եկել են ինքնիշխան Հայաստանի դեմ։ Եվ Ռուսաստանի վարկագիծը
համոզիչ է դարձնում Նիկոլ Փաշինյանին Այսինքն այդ մարդիկ ընդունել են այդ դերը։ Չէ, այդ մարդիկ այդ դերը չեն ընդունել, այդ մարդիկ հիմա չեն կարող քաղաքականապես նաև կաշկանդված են Ռուսաստանին ասելու դու մի խառնվի եւ այլն։ Ընդ որում ճիշտ կլիներ, եթե այդպիսի հայտարարություններ քաղաքական տեքստի տրամաբանությամբ արվեին։ Բայց հասկանալի է, որ այդ մարդիկ հայտնվում են որոշակի, այսպես, ծուղակում, որոշակի փաստի առաջ, որովհետեւ Մոսկվան Փաշինյանին տալիս է իրենց թիրախավորելու շատ մեծ հնարավորություն եւ փաստարկներ։ Հիմա այդտեղ հարց է առաջանում, Մոսկվան դա ինչի համար է տալիս Փաշինյանին, ինչի դիմաց է տալիս Փաշինյանին։ Երևի այն շնորհակալությունը, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հայտնել էր Ռուսաստանի նախագահի աջակցության համար, վերաբերում էր նաև դրան։ Չէ՞ որ հայտնել էր Հայաստանի կառավարությունը տարածեց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին, որ սուր հարցերը եւ այլն բավական հավասարակշռված է ներկայացնում, գնահատում եւ այլն, եւ շնորհակալություն է հայտնել Փաշինյանը Պուտինին աջակցության համար։ Եվ ավարտենք։ ԱԺ-ում այս պահին ունեցած պատկերը կարծես որ քիչ է դա կամ ոչինչով չի տարբերվում նախորդ պատկերից։ Կարծում եմ, այստեղ սկզբունքային պատկերը չէ։ Հարցն այն է, թե սկզբունքային հարցն այն է, թե ներկայիս ընդդիմության կոնֆիգուրացիայով ուժեղ Հայաստանն է, եթե ընդունում են եւ խորհրդարանում աշխատում են, ուժեղ Հայաստանն է առաջինը, հետո Հայաստան դաշինքը, հնարավոր է ԲՀԿ-ն երրորդը։ Հարցն այն է, ներկայիս կոնֆիգուրացիայով ավելի արդյունավետ աշխատելու է ընդդիմությունը, քան նախորդ ընդդիմություններ, ավելի ճշգրիտ մեթոդաբանությամբ աշխատելու է, որպեսզի չհայտնվի իշխանության հյուսած ծուղակներում եւ ավելի շատ այդ միջոցը, այդ ինստիտուտը ավելի շատ ծառայեցնի հասարակության հետ արդյունավետ խոսակցության։ Սա է հարցը, թե չէ մանդատները քանիսն են, առավել եւս հայաստանյան պարագայում ես կարծում եմ այդքան էական չէ։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանի շուրջ չափազանց մեծ է արտաքին քաղաքական process-ների դինամիկան, իսկ դրանց ազդեցությունը Հայաստանի վրա միշտ եղել է շատ մեծ եւ մենք տեսանք նաեւ դա ընտրություններում այդ աննախադեպ արտաքին ներգրավվածության տեսքով։